2 օրից լրանում է մեկամսյա ժամկետը եւ նոյեմբերի 5-ի գործով գրեթե բոլոր դատապարտվածներն արդեն վճռաբեկ բողոք են ներկայացրել։ Ինչպես Ազատությանը փոխանցեց Շանթ Հարությունյանի, նրա որդու Շահենի եւ ազատամարտիկ Վարդան Վարդանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը նախորդին փոստով վճռաբեկ դատարանն ուղարկված դիմումով ակնկալում են կամ արդարացման որոշում, կամ առնվազն վճռի բեկանում, արժեքների հեղափոխության մասնակիցների գործն ուղարկելով նոր քննության։ Իմ պաշտպանյալների արարքում ընդհանրապես բացակայում է խուլիգանության հանցակազմը, նրանք իրականում հետապնդվել են իրենց քաղաքական հայացքների համար, հանդիսանում են քաղբանտարկյալներ, ուղղակի դա քողարկվեց քրեական հանցագործության տակ։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի վճիռը, որով Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6, անչափահաս որդին Շահենը 4, իսկ Վարդան Վարդանյանը 5 տարվա ազատազրկման։ Ինեսա Պետրոսյանն ասում է, հետազոտված որևէ ապացույց այդպես էլ չվկայեց խուլիգանության մասին։ Իրականում նրանք այդ արարքը չեն կատարել եւ եթե լուրջ մոտենանք այս հարցին, ես ամեն դեպքում հույս ունեմ, որ վճռաբեկ դատարանը այնքան բարձր կգտնվի, որ թույլ չի տա, որպեսզի այս գործը հասնի մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այսինքն այստեղ կդրվի այն օբյեկտիվ եւ ճիշտ վերջակետը։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք դիմել այդ վերջին քայլին։ Միաժամանակ, սակայն փաստաբանը լավ գիտի, որ վճռաբեկ դատարանի որոշումն էլ իշխանությունների քաղաքական կամքից է կախված։ Ինչով կարող է այլապես բացատրվել, որ առաջին ատյանի դատարանը այդպիսի հապճեպությամբ կայացրեց դատավճիռ, ընդամենը 1 ժամվա ընթացքում դատարանը հեռանալով խորհրդակցական սենյակ վերադարձավ եւ հրապարակվեց դատավճիռը, որը հետո պարզվեց, որ 150 էջից բաղկացած էր։ Նույնը ըստ էության կատարվեց նաեւ վերաքննիչ ատյանում։ Ֆելիքս Հայրապետյանը մասնակցել է Շանթի եւ ընկերների գործով գրեթե բոլոր դատական նիստերին։ Հիշում է, վերաքննիչ ատյանն անգամ չփորձեց խորությամբ ուսումնասիրել գործի նյութերը, ուր մնաց վճռաբեկը, որ ավելի շուտ թղթաբանական գործընթաց է եւ հայցը կարող է առհասարակ վարույթ չընդունվել։ Ուրիշ բան չասեմ, այդ մարդկանց անվանել խուլիգաններ, չգիտեմ, ամեն դեպքում ես նույնիսկ այս հիմա որ ասում եմ ձեզ շատ դժվարությամբ եմ արտաբերում այդ բառը, որովհետև նրանք խուլիգան չեն, նրանք հայրենասեր մարդիկ են, հայրենիքի շահերը մտածող եւ գործող։ Շանթի ընկերը թարմ օրինակ է բերում։ Փարիզում ֆրանսահայ երիտասարդը նրան հյութ էր շփել Թուրքիայի դեսպանի վրա։ Նրան միայն տուգանք է սպառնում։ Հաճելի է թուրքական դեսպանին, թե հաճելի չի, բայց դա բողոքի ձև է։ Նույնն էլ հիմա մեր տղաների բողոքն էր։ Հիմա այդ ինչ էր կատարվել, որ դա պետք է առնվազն 6-7 տարի նստեն բանտում, մենակ նրա համար, որ նրանք բողոքում են, որ ոստիկաններն իրենց դեմ սադրանք են կազմակերպել։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը համոզված է, վճռաբեկում որևէ բան չի փոխվելու։ Շանթին բանտում փակելը նախապես կայացված քաղաքական որոշում է։ Սերժ Սարգսյանի կաբինետում է այդ որոշումը կայացվել։ Բավարար չէր արդյոք 1.5 տարվա ազատազրկումը քաղաքական հաշվեհարդարի համար։ Իրավապաշտպաններն ասում են ոչ, հակառակ դեպքում Շանթն ու ընկերներն արդեն ազատության մեջ կլինեին։ Գողական կարգով ձեզ վերցրել ենք եւ ձեզ պահելու ենք այնքան, մինչեւ որ ձեր մեջից բոլոր տեսակի հնարավոր բողոքի երանգները դուրս գան։ Կպատժեն, ինչպես ժողովուրդն ասում, մինչեւ վերջի խազը։ Վրեժը, որ կա նրանց մեջ, իրենց սա պատժելու process է եւ ոչ թե ասենք արդարադատություն, եթե նրանք Շանթի անչափահաս որդուն են դատապարտել, կարծում եմ, որ շատ անբարո էր անչափահաս որդուն, այսինքն տերոր ընտանիքի նկատմամբ։ Ժաննա Ալեքսանյանը նաև Հայկ Գյուրեղյանին է մատնացույց անում, նրա համար եւս դատախազը խիստ պատժաչափ է պահանջում։ Շանթն էլ կմնա ճաղերի հետևում այնքան, քանի դեռ չի հրաժարվել հետագա պայքարից։ Այսպես իշխանությունը իրեն ավելի ապահով է զգում, երբ Շանթը եւ նրա ընկերները ճաղերի հետևում են եւ ունեն նաեւ պատանդ Շանթ Հարությունյանի որդուն Շահեն Հարությունյանին։